Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս, կանչում եմ Տիրոջ լույսը մեր մտքերի վրա, մեր սրտերի վրա, մեր կյանքերի վրա։ Տեր Աստված, ես խնդրում եմ Քրիստոսի սուրբ անունով, բացի մեր հասկացողության աչքերը, հեռացրու մեզանից կուրությունը, թող որ մենք վառվենք սիրով, կրակով քեզ համար, Տեր, հանի մեզանից անտարբերությունը, հանի մեզանից գոլությունը, Տեր ջան, դու բախում ես մեր սրտի դռները, Տեր իմ Աստված, եւ այն ինչ օգտագործում ես կլինի հիվանդություն, դժվարություն, քո սերը, քո խոսքը, թող չկարծացնեն մեր սիրտը, մենք ավելի ճիշտ չկարծրացնենք մեր սիրտը, չփակենք մեր սիրտը քո առաջ, Տեր, այլ բացենք մեր սիրտը, քեզ հրավիրենք։ Մեր հույսը լինի ոչ թե մեր գիտությունը, մեր կարողությունը, մեր հարստությունը, ունեցվածքը, չունեցվածքը, այլ դու, որ ամբողջությամբ քեզ նայենք, քո անունը կանչենք, քեզ վստահենք։ Վստահենք ոչ թե մեր հասկացողությանը, այլ քո զորությանը, հասկանալով, որ դու թագավորների թագավորն ես, որ դու արարիչ Աստվածն ես եւ միակը, որ կարող է մեզ փրկել, միակը, ով իր կյանքը դրել է, թափել է իր արյունը մեր փրկության համար, միակը, որ կօգնի մեզ ազատվել մեղքից, Տեր։ Օրհնյալ լինի քո սուրբ անունը, Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Վերադառնում ենք Հռոմեացիների նամակի մեկնաբանությանը ըստ իմ հովիվ Էբո Էսելի, եւ մենք խոսում ենք երեք այն մասին, մենք քննարկեցինք առաքյալների հատկանիշները եւ խոսեցինք, որ ոչ մեկս ինքստինքյան չենք որոշում դառնալ Քրիստոսին, ծառայել Քրիստոսին, որ այդ ամենը կանչ է Աստծուց, Աստված է կանչում, նախ բերում է մեզ ապաշխարության դարձի եւ միայն հետո մեզ դնում է ծառայության։ Խոսեցինք նաեւ այն մասին, որ կա ընդհանրական եւ յուրահատուկ ծառայություն։ Ընդհանրականը այն է, որտեղ որ մենք ծնվել ենք, ինչ որ մենք կանք հիմա, մայր ենք, հայր ենք, հորաքույր ենք, ուսուցիչ ենք, տնօրեն ենք, մաքրուհի ենք, խոհարար ենք, Աստված դա կանչ է դրել եւ մենք ամեն ինչ պիտի անենք առանց տրտնջալու Աստծո փառքի համար, կոհանալով Աստծուց եւ մեր կյանքերով ցույց տալու Աստծո շնորհը, եթե իհարկե քրիստոնյաներ ենք։ Եվ հաջորդը յուրահատուկ կանչերն էր, ինչպես օրինակ առաքյալինը, խոսքի քարոզչինը եւ այլն։ Հիմա կարճ անդրադառնանք, թե Աստծո գործի համար առանձնացված մարդու մտածելակերպը ինչպիսին պիտի լինի, որտեղ Աստված մեզ ստեղծել է, որպեսզի մենք առանձնացված լինենք իր գործի համար, իր համար։ Գործք առաքելոց 20-րդ գլխի 22-ից 23-ում Պողոսը ասում է Եփեսոսի եկեղեցու առաջնորդներին. Այժմ ահա հոգու մղումով, այսինքն Սուրբ Հոգու մղումով գնում եմ Երուսաղեմ ու չգիտեմ, թե այնտեղ ինձ ինչ է պատահելու, բայց Սուրբ Հոգին ամեն քաղաքի մեջ վկայում է ինձ ու ասում, որ կապանքներ եւ նեղություններ են սպասում ինձ։ Եվ լսենք, թե ինչ է Պողոսը ասում հաջորդ խոսքում, բայց ես իմ կյանքը ոչ մի բանով այդքան արժեքավոր չեմ համարում, որքան այն, որ ուրախությամբ կատարեմ իմ ընթացքը եւ ծառայությունը, որ Տեր Հիսուսից ստանձնել եմ Աստծո շնորհի ավետարանը վկայելու համար։ Ահա այսպես է մտածում նա, ով իրեն տեսնում է կանչված եւ առանձնացված Աստծո հատուկ նպատակի համար։ Պողոսն այնքան էր ներծծված այն գործով, որի համար Աստված իրեն կանչել էր, որ ասում էր. ինձ չի հետաքրքրում, թե ինձ հետ ինչ կլինի, ինչպես մարդիկ կվարվեն ինձ հետ։ Իմ հիմնական մտահոգությունն այն է ամեն օր արթնանալ եւ անել այն, ինչի համար Աստված ինձ կանչել է։ Ինչպիսի մոտեցում ունեմ ես կամ դու, այսպես ենք մենք ապրում։ Նույն վերաբերմունքն ենք տեսնում
Եվ Հիսուսի մոտ, երբ Հովհաննես ավետարանի 4 գլխի 34 խոսքում Հիսուսն ասում է. Իմ կերակուրը այն է, որ ինձ ուղարկողի, այսինքն Հայր Աստծո կամքը կատարեմ եւ նրա գործը ավարտին հասցնեմ։ Ընդհանուր առմամբ սնունդը կերակուրը մեզ հագեցնում է, զորացնում է եւ սնուցում է։ Այսինքն Հիսուսն ասում է, որ Հայր Աստված ինձ սնուցում է, հագեցնում է, պահպանում է, զորացնում է, որ ես իր կամքը կատարեմ։ Մենք կանք, որպեսզի Աստծո կամքը կատարենք։ Մենք այսօր Աստված մեզ արթնացրել է, որ Աստծո կամքը կատարենք։ Մեզ հացատալիս, մեզ սնուցում է, հագեցնում է, պահպանում է, զորացնում է, ոչ թե որ մեր հաճույքների համար ապրենք, այլ որ իր կյանքը, իր կամքը կատարենք եւ իր կամքը քաղցր կամք է, բարի կամք է, մեր ոչնչացման համար չէ, այլ մեզ մեղքից, չարիքից, խավարից ազատելու համար է եւ որ մենք էլ ուրիշներին բերենք դեպի Աստված խավարից ազատելու։ Եթե դու հավատացյալ ես, եթե դու ասում ես ես քրիստոնյա եմ, եւ սկսում ես նպատակային ձևով ապրել Աստծո կամքի եւ կանչի համար, կնկատես, որ կյանքումդ ավելի շատ բավարարվածություն կսկսես ունենալ։ Բավարարվածություն ոչ թե նյութականից, այլ Աստծուց։ Ավելի շատ գոհունակություն եւ ուրախություն կունենաս։ Պողոսը չէր մտահոգվում իր կյանքի համար։ Նա առավել մտահոգված էր Տիրոջը ծառայելու համար, որ կատարի այն, ինչի համար Աստված իրեն կանչել էր։ Ուստի մեզանից յուրաքանչյուրը, ընդօրինակելով Հիսուսին, Պողոսին եւ մյուս առաքյալներին, պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք եւ ամեն օր նպատակային ապրենք այն կանչի մեջ, որը Աստված տվել է մեզ ու դրել մեր կյանքի վրա։ Հիշեք, որպես մայր, որպես հայր, որպես կին, որպես ամուսին, որպես դպրոցական, որպես ուսանող, ամեն տեղ մեր վրա կանչ է դրված։ Ինչպես ենք մենք ապրում, մեր կյանքը կենդանի ավետարան կարա լինի, մեր փոխակերպված կյանքը Քրիստոսով։ Իսկ հիմա կարճ խոսենք ճշմարիտ ավետարանի բնութագրի մասին։ Ինքը երկար թեմա է, բայց սկսենք առաջին կետը, գուցե երկրորդին հասնենք, եթե չէ, վաղը կշարունակենք Աստծո շնորհով։ Ճշմարիտ ավետարանի բնութագիրը։ Պողոսն ասում է, որ ինքը կանչված եւ առանձնացված էր Աստծո ավետարանի համար։ Եվ երբ մենք քննարկում ենք Հռոմեացիների նամակը, ուշադրություն պետք է դարձնենք Որն է ճշմարիտ ավետարանի բնութագիրը։ Ինչ չափանիշներով է բնութագրվում ճշմարիտ ավետարանը։ Հիշում եք, ասեցինք, որ կեղծը ճանաչելու համար պետք է լավ իմանաս բնօրինակը։ Վաղ եկեղեցու օրերից մինչև մեր ժամանակները գոյություն ունեն կեղծ ավետարանի տարբեր տեսակներ, նրանք հարյուրների են հասնում։ Բայց ամենակարևորը սա է, որ ես ու դու պետք է սովորենք, թե որն է ճշմարիտ ավետարանը, որովհետև եթե բնօրինակը լավ գիտես, կեղծը շատ հեշտ կճանաչես ու քեզ չեն կարողանա խաբել։ Ուրեմն եկեք ուշադրություն դարձնենք հետևյալին։ Հռոմեացիների առաջին գլխի առաջին խոսքում Պողոսն ասում է, որ ինքը ընտրված է քարոզելու Աստծո ավետարանը։ Ավետարանը անվանվում է Աստծո ավետարան։ Սա ընդգծում է ավետարանի աղբյուրը։ Ավետարանի աղբյուրը Աստված է։ Նա է բարի լուրը սկսողը, նա է շարունակողը, նա է ավարտողը։ Այդ պատճառով էլ Սուրբ Գիրքն ասում է, որ մենք փրկվում ենք միայն շնորհով Աստծո, միայն հավատքով առ Հիսուս Քրիստոս, միայն Քրիստոսով, միայն Սուրբ Գրքի համաձայն եւ միայն Աստծո փառքի համար։ Եվ այս բոլորի աղբյուրը Աստված է։ Միայն Աստված է, որ կարող է դա անել։ Այսինքն ավետարանը Աստծուց է գալիս։
Դա մարդու ավետարան չէ։ Մարդը չէ բարի լուրի հեղինակը, կատարողը, ավարտին հասցնողը։ Եվ ոչ էլ մարդը ինքնուրույն կարող է հասնել դրախտ առանց Աստծո։ Աստծո ավետարանը մարդակենտրոն ավետարան չէ։ Դա որևէ մահկանացուի մասին չէ։ Ճշմարիտ ավետարանը հենց Աստծո մասին է։ Ճշմարիտ ավետարանը բացահայտում է Աստծուն։ Ճշմարիտ ավետարանը ցույց է տալիս մեր մեղավորությունը, Աստծո արդարությունը, ցույց է տալիս, որ մենք փրկության կարիք ունենք եւ որն է փրկության ճանապարհը։ Այդ ամենը անում է Աստված։ Ուստի երբ լսում ես մի ճակերտավոր ավետարան, որի կենտրոնում Աստված չէ, այլ որևէ այլ բան կամ մարդը, արդեն կարող ես հասկանալ, որ դա կեղծ ավետարան է։ Երկրորդ, այնուհետև Հռոմեացիների 1-ին խոսքում Պողոսը ասում է, որ Աստված այս ավետարանը նախապես խոստացել էր Սուրբ գրքերում Աստծո մարգարեների միջոցով։ Այստեղ Սուրբ գրքեր արտահայտությունը վերաբերում է հին կտակարանին, որ հրեաների Աստվածաշունչն է, որ մեր Աստվածաշնչի մասն է կազմում հիմնական։ Ամեն անգամ, երբ նոր կտակարանում հանդիպում ենք Սուրբ գիրք կամ գրքեր արտահայտությանը, խոսքը հին կտակարանի մասին է։ Շատ կարևոր է նկատել, որ Պողոսը հին կտակարանը անվանում է Սուրբ գրքեր։ Գիտեմ, որ շատերը դժվարանում են կարդալ հին կտակարանը, եւ դա ինչ որ չափով հասկանալի է, բայց մենք չենք կարող նսեմացնել հին կտակարանի սուրբ ու կարևոր լինելը, այն մի կողմ դնել, կարծես հին կտակարանը մարդկային կարծիք լինի։ Ոչ, այն կոչվում է սուրբ, այսինքն առանձնացված, Աստծուց ներշնչված խոսք։ Հին կտակարանը սուրբ է։ Շատ բաներ կան, որ երբեք չես հասկանա Աստծո մասին, եթե չկարդաս ու չհասկանաս հին կտակարանը։ Չես հասկանա եկեղեցին, եթե չկարդաս հին կտակարանը։ Լիբերալ առաջադեմ կոչված աստվածաբանները փորձել են տարբերություն դնել հին կտակարանի Աստծո եւ նոր կտակարանի Աստծո միջև, ասելով, թե հին կտակարանի Աստվածը տարբեր է նոր կտակարանի Հիսուսից։ Սա մեծ սխալ է։ Սուրբ գրքի աղավաղում եւ սխալ ներկայացում եւ վնասակար ու կործանարար հավատացյալների համար։ Հին կտակարանը սուրբ է։ Արդյոք որպես քրիստոնյա դու վերաբերում ես ու մոտենում ես հին կտակարանին որպես հայտնություն տրված Աստծո կողմից, որտեղ դա այդպես է։ Փրկագնման գործընթացը չի սկսվել նոր կտակարանից, այլ հենց սկզբից, ծննդոցից, որը հին կտակարանում է, հին կտակարանի սկիզբը։ Հին կտակարանը բացահայտում է Աստծո փրկագործական ծրագրի մի մասը, սկիզբը։ Աստծո կողմից մարդկության փրկագնման առաջին խոստումը տեսնում ենք Ծննդոց գրքում, երբ Աստված ասաց, որ կնոջ սերունդը պիտի ջախջախի օձի գլուխը։ Կնոջ այդ սերունդը նոր կտակարանում բացահայտվում է, դա Հիսուս Քրիստոսն է։ Հին կտակարանը բանալին է նոր կտակարանը հասկանալու համար։ Այնուհետև հին կտակարանում Աստված բազմաթիվ այլ խոստումներ է տալիս Քրիստոսի Աստծո օծյալի, Փրկչի վերաբերյալ, նրա գալստյան մասին։ Նա կոնկրետ մարգարեություններ է տալիս, բայց կան նաև կերպարներ, որոնք նախապատկերն են Հիսուս Քրիստոսի այն ամենի, ինչ Աստված պիտի աներ, ու եթե մենք չենք կարդում, մենք չենք կարող հասկանալ Աստծո հայրական սիրտը, չենք կարող հավատալ դատաստանին։ Օրինակ Իսահակը, Հովսեփը, Դավիթը, Հեսուն եւ այլն։ Սրանք կոչվում են Հիսուսի տիպաժներ, նախապատկերներ, որոնք ներկայացնում էին Քրիստոսին։ Եկեք շարունակենք, երրորդն էլ կարդանք, կհասցնենք։ Աստված խոստացել էր ավետարանը հին կտակարանում իր մարգարեների միջոցով,
որ ցույց տա, որ փրկագնման ծրագիրը շարունակություն ուներ, փրկագնում, որ սկսվել էր հին կտակարանում։ Երբ Աստված կանչեց Աբրահամին, Աստված հրեական նախագիծ չէր սկսում, այլ Աստված սկսում էր մարդկության փրկագործման նախագիծը։ Ինչ ասաց Աստված Աբրահամին. քեզանով երկրի բոլոր ազգերը պիտի օրհնվեն։ Ուրեմն ավետարանը խոստացված էր հին կտակարանում։ Հիսուս Քրիստոսի մարդեղությունը, կյանքը, մահը եւ հարությունը խոստացված էին հին կտակարանում եւ իրականացվեցին նոր կտակարանում։ Հին եւ նոր կտակարանները անբաժանելի են։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Չես կարող դրանք բաժանել։ Բաժանելով դու ուղղակի չես կարող իրական Աստծուն ճանաչել, նրա սիրտը ամբողջությամբ հասկանալ։ Աստվածաշունչը մեկ ամբողջություն է։ Աստվածաշունչը կոչվում է Աստծո հայտնություն։ Աստվածաշունչը բաղկացած է 66 գրքերից, բայց իրականում այն մեկ գիրք է՝ Սուրբ Աստվածաշունչ։ Հին ու նոր կտակարանները եւ դրանց մեջ պարունակվող զանազան գրքերը անբաժանելի են, որտեղ կապված են միմյանց հետ Աստծով։ Հին կտակարանը արմատն է, իսկ նոր կտակարանը ցողունը, ճյուղերը եւ պտուղները։ Եթե մարդեղության, մահվան, թաղման եւ հարության խոստումը Քրիստոսի կատարվեց ճիշտ այնպես, ինչպես խոստացված էր, եւ մենք դա տեսնում ենք Մատթեոսի, Մարկոսի եւ Ղուկասի ու Հովանեսի ավետարաններում, ապա հասկանանք ու ընդունենք նաեւ, որ Հիսուսի վերադարձն էլ պիտի կատարվի ճիշտ այնպես, ինչպես խոստացված է։ Ամեն։ Հին կտակարանում տեսնում ենք, որ Հիսուսի գալուստը կատարվեց մանրամասնորեն այնպես, ինչպես կանխանշված էր, որտեղ պիտի ծնվեր, ինչ պայմաններում պիտի ծնվեր, ինչպես պիտի տեղափոխվեր մի վայրից մյուսը, ինչպես պիտի գնար Եգիպտոս ու վերադառնար Նազարեթ։ Այս ամենը խոստացված էր հին կտակարանի տեքստերում եւ կատարվեց։ Ու գուցե այն, որ մենք լրջությամբ չենք կարողանում հասկանալ, ինչ կատարվեց նոր կտակարանում, եւ գոհանալ Աստծուց ու փառք տալ Աստծուն, որ նա կատարում է իր ծրագիրը, նրանից է, որ մենք չենք կարդում հին կտակարանը։ Իսկ ինչ վերաբերում է Հիսուսի երկրորդ գալստյանը, այս ամենը նշանակում է, որ Տիրոջ գալուստը բացարձակապես վստահելի եւ անխուսափելի է, որտեղ այն նույն Աստված, որ կատարեց Հիսուսի ծնման խոստումները, կատարելու է նաև նրա գալստյան խոստումը։ Ամեն։ Այս խոստումները տրվել էին Աստծո մարգարեների միջոցով։ Նրանք ճշմարիտ մարգարեներ էին, որոնք խոսում էին Աստծո խոսքը եւ խոսում էին Աստծո կամքով։ Իրենք իրենցից չէին խոսում։ Այդ օրերին նրանք առաջնորդվում էին Աստծուց։ Ասել եմ արդեն, որ մենք ապրում ենք մեծ խաբեության ժամանակներում։ Շատ մարդիկ ներկայանում են որպես Աստծո խոսնակներ, Աստծո մարգարեներ, բայց իրականում նրանք Աստծուց չեն ուղարկված, եւ հին կտակարանում Աստված այդ մասին խոսում է։ Մարդիկ մարգարեություններ են անում, բաներ են ասում եւ դրանք չեն կատարվում։ Եթե ուսումնասիրեք հին կտակարանի մարգարեությունները, կտեսնեք, որ այն ամենը, ինչ նրանք ասել են եւ արձանագրվել է, կամ արդեն կատարվել է, կամ կատարվում է, կամ էլ ապագա կատարվելիքներ են, որտեղ նրանք խոսում էին Աստծո ներշնչմամբ, Աստծո կամքով ու թելադրանքով, իսկ Աստված չի կարող ստել։ Ահա թե ինչու Աստված պատվիրել էր կեղծ մարգարեներին քարկոծել, վերացնել, որովհետև եթե դու ասում ես, թե Աստված ինչ-որ բան ասել է եւ դա չի կատարվում, ապա ստացվում է, որ Աստված ստախոս է, բայց Աստված չի կարող ստել, նա չի կարող ստել։ Սուտը Աստծո էության մասը չէ, սուտը սատանայի էության մասն է։ Եվ հետևաբար մարդկանց հին կտակարանի մարգարեները Աստծո ճշմարիտ մարգարեներն էին։ Նրանք կանխանշեցին Քրիստոսի գալուստը, եւ հենց այստեղից է սկսվում ավետարանը։ Հռոմեացիների նամակի 3-րդ խոսքում ասվում է, որ այս ավետարանը Աստծո որդու մասին է, եւ սա 4-րդ կետն է։ Վաղը կխոսենք այս մասին, որ ավետարանը
Աստծու որդու մասին է։ Իսկ այսօրվանը ինչ որ լսեցինք, Սուրբ Հոգի Աստված հանձնում ենք քեզ, խնդրում ենք, որ դպես մեր սրտերում, մեր մտքերում, որ չարը չկարողանա գողանալ։ Տեր, թող քո խոսքերը, քո ճշմարիտ ավետարանը պատռի մեր սրտերը, մուտք գործի մեր կյանք։ Տեր, փրկություն ենք խնդրում, հասկացողություն ենք խնդրում, լույսդ ենք կանչում։ Տեր, գթա եւ ողորմի։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։